6 երեխաների մայր Կարինեն մեզ դիմեց իր կյանքի ամենահուսահատ ու օրհասական պահին։ Էջմիածնում բնակվող Այվազյանների ընտանիքի դժբախտությունը սկսվեց այն պահից, երբ Կարինեի ամուսինը սրտի կաթված ստացավ, վիրահատվեց ու անաշխատունակ դարձավ։ Բազմազավակ ընտանիքի կարիքները հոգալ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղամարդը գրեթե չի կարողանում։ Ձախ ձեռքն ամբողջովին թուլացել է, ինչի արդյունքում այլևս ի վիճակի չէ ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարել։ Ստենդավորված է 2 անգամ Երևանիում, շուշուտ վատանում է, սկորի են կանչում, ստեղ ուղարկել են նորից Երևանի։ Իր ասում են սրտի կլապանը չի բացում։ Պետք է նորից ստենդավորվի։ Կլապանը սփագա չի աշխատում, մեկն 40% աշխատում։ Որը վատանում սկորն գալիս է սկմա չի թողում կամ տուն։ Դամանն է ասում շտապը տանեն քեզ Երևան, չեմ ուզում այդքան։ Դե գիտեմ որ գնացում են դե պետք է բանան։ Վիրահատության գումար տղամարդը չունի, վարձակալած բնակարանի 100,000 դրամ վարձավճարն անգամ չի կարողանում վճարել։ Մեզ հետ զրույցում Նարեկն անկեղծացավ ու ասաց, որ իրեն շատ անօգնական է զգում։ Հուսահատվել է հատկապես այն հանգամանքից, որ երեխաների համար անհրաժեշտ ծնունդն էլ չի կարողանում գնել, իսկ նախկինում միշտ է աշխատել, նույնիսկ անասնապահությամբ է զբաղվել, որ իր երեխաները ոչնչի կարիք չունենան։ Այն վաղ աշխատում է ոչ մի նեղություն չենք ունեն, մեզ աշխատում է կարմի համ վարձտայի, համ երեխեքի սպայի, բայց հիմա չեմ կարում։ Մենակ հիմա կարում գոյատևեմ։ Չարաբաստիկ ավտովթարը դարձավ Նարեկի վախերի ու դրա հետևանքով ձեռք բերած առողջական խնդիրների պատճառը։ Մինչև հիմա աչքերի առաջ է այդ սարսափելի տեսարանը, ամեն անգամ հիշելիս պարզապես սարսափում է։ Ղեկին ինքն էր, կողքին ընկերները։ Հրաշքով են փրկվել ու Աստծո ողորմածությամբ վերադարձել իրենց ընտանիքների մոտ։ Վթարից եմ վախեցես, ընկերը մեջես։ Եկերեմ տուն մի հատ այնց նրա վախուց խփե, չեմ զգացել։ Եկեմ տուն, երկրորդ էլ տուն նախապես կորին տարել է ոչ մի չեմ հիշում, աչքից բացեմ, որ ասին ստենդավորվել է 2 հատ։ Նարեկի փրկության գինը նրա ծնողների համար սեփական տանիքից զրկվելու արժեք է ունեցել։ Վաճառել են իրենց տունն ու փրկել որդու կյանքը։ Հիմա ֆերմայում են բնակվում ու անասնապահությամբ զբաղվում, բայց երրորդ վիրահատության համար գումար այլևս չունեն։ Տղամարդու կյանքն էլ մազից է կախված, ու թեև Նարեկը այդ մասին գիտի, սակայն նրա համար առաջնայինը երեխաների բարօրությունն է։ Բա ո՞նց է կանում, ո՞նց է կես ծախսերը հոգում։ Նպաստով բանով են, նպաստան ստանում կայնում եք այդ երեխու գումարով։ Ամեն օր ասենք մի տեղից մի հատ բան խանութից վերցնում եմ, բերես եմ, տալիս եմ։ Ես որ կովազնում արանքում կանչում են այդում գտում եմ 5000 ամիսը, բայց դա գործ չի էլ ամիս, այդում 5000 դրամ փող են տալի մեկովին։ Կամ ուբորկ է քալնում տան, այդում անում եմ ծանոթներ, տենց որ լնում են, կանչում են մեր կողքի, այդում անում եմ։ Կարինեի կյանքում նույնպես դժվարությունների ու անհաջողությունների պակաս չկա։ Առաջին ամուսնությունը ցավոտ ավարտ է ունեցել։ Այդուհանդերձ ամուսնացել է նաև երկրորդ անգամ եւ ունեցել 4 երեխա։ Ֆինանսական խնդիրներից ու անելանելիությունից դրդված ստիպված է եղել առաջին ամուսնությունից ծնված 2 երեխաներին նրանց տատիկի ժամանակավոր խնամքին հանձնել։ Որ ասեմ որ այլ հացել չի երեխեք ուտը։ Զանգել եմ կիսրոսաններից բերե հասցրե կամ տալս աստեյջ միացնում իրան եմ զանգում մամասա մեկ գալիս է բերում է իրանք են շատ ինձ օգնում։ Եղել է որ աս չենք ունեցել ուտելու մամա դրանից նեղվել լացել է։ Ինձ գնացել եմ մամային գրկել եմ պաչկը մարը ոչ լացի։ Այս փոքրիկ ու փխրուն աղջնակը նույնպես բազում երազանքներ ունի։ Նրա ամենամեծ երազանքը նկարչուհի դառնալն է։ Շատ է ուզում մյուս երեխաների պես նկարչական բազում պարագաներ ունենալ եւ ամբողջ օրը նվիրել սիրելի զբաղմունքին։ Ամաչելով է խոստովանում, որ կարոտել է նախկինում փորձած Անուշեղենին։ Պապան այն ժամանակ աշխատում էր, մենք ինքը մաման բանել ենք ուտում։ Քոլիկները ապերիս հետ կիսվում էր։ Կողքից եկամ տես չկա, հազիվ հասցնում տան վարձ։ Իսկ պամպերս էլ չեմ հասցնում, որ գնեմ։ Շատ է պարտկով եմ վերցնում, ստանում եմ, տալիս եմ քիչ-քիչ։ Մեկ շպարտքեր ունեմ, ճիշտն ասած, էլ ոչ մեկ չի տալիս։ Ինչու կարելի է որ խնդրում օգնեք, սնեղ պայմաններից դուրս գանք էլ չեմ կարող հասցնել վարձ տամ, ասեն խոսին։ Որ վարձը չտամ, պետք է ասեն տունը ազատ ամեն։
Զուննանացով չեմ կարող երեխեքից անեմ, որ տեղ տանեմ։ Այվազյանների պատմությունը միայն դժբախտության մասին չէ, սա նաև պատմություն է միմյանց հանդեպ եղած հավատի, անմնացորդ նվիրման ու սիրո ուժի մասին, որ կարող է հաղթահարել ամենադժվարին իրավիճակները։ Հանուն երեխաների վաղվա օրվա ու լուսավոր ապագայի զույգը չի հանձնվում, իրենց ուժերի ներածին չափով արել եւ անում են հնարավոր ամեն բան, հույսով, որ մի գեղեցիկ օր էլ բարեկեցությունը իրենց էլ կայցելի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։